Բարձր դատարան ասերության մանավանդ ներկայացող ես ևս ծանոթացա մանավանդ ներկայացող հիմնավորումների շրջանում Պայմանականորեն եթե դատարանը ուժդար դիրքորոշումներ ներկայացնեն նաև այս միջնորդության վերաբերյալ իմով ներկայացուցիչների ես օրինակ իմ անհամաձայնությունը կարտահայտել էի իշխանության վերաբերյալ քանի որ ես ինձ եմ համոզում որ իրավասության վերաբերյալ իրավասության վերաբերյալ ոչ թե հասարակային դու կարադառնում եք միջնորդության որ միցը խոսքից է կողմնակային ասած Եթե բովանդակային անդրադառնայի, ծառարկեի և անհամաձայնություն ստարտայի։ Իմ դիրքորոշումը այլ բարձր կա։ Եկեք ավելի շարունակենք, երբ որ բոլորին հասանելի կլինի, ով եք հավասարություն։ Եվ արդեն հիմա միջնորդության մասին եք խոսել։ Ուրիշ բան։ Ինչ եք ուզում ասել։ Ուզում եմ ասել, որ սահմանադրական դատարանը կազմում է իրավասության վերաբերյալ։ Դա է ասել։ Բացի Բարոն Մորբելյանի ներկայացրած հիմնավորումը ինձ համար չի։ Ես գտնում եմ այն կազմը, որը ներկայումս հիմա ներկայացված է բարձր դատարան լեգիտիմության խնդրի։ Եվ այդ լեգիտիմության խնդրի հետ կապված որովհետև ինչպես բարձր դատարանը նշեց, նախքան դատականության անցնել զեկուցող նշի, թե պայմանականորեն արդեն դատականության հասարակակի դուք նշեցիք, եթե իրավասության հետ կապված հարցեր կան, այդ թվում ենթադրվում կազմի հետ կապված, այդ հանգամանքները բարձրացնելու մենք ոչինչ ինձ թվաց նախորդ միջնորդության մասին առաջին բայց ես ուզում եմ հիմա հասկանալ այդ միջնորդության քննարկման կարգի կապված ինչ որոշում դատարան որտեղ կանադառնալ դատարանի իրավասության հետ կապված մյուս տեղեկությունների և մտահոգությունները լսել այս ոչ առաջին Մորբելյանի միջնորդության հետ կապված Ես կարծում եմ, որ ինչպես համատեղության համատեղության հետապար միջնորդությունների կազմելու իրավունք կողմի չի տրված։ Կողմի տրված է նման փաստերը բարձրացնելու հարց, նման հանգամանքները դատարանին տեղեկացնելու իրավունք եւ այդ իրավունքից բազմիցս կրելու։ Ես շատ ներողություն եմ ապել համար, Իսապարյան, հիմա մենք տեսել կարողում ենք որոնք պատկերների միջնորդություն ամենահասկանալի բանը Մորբելյանի միջնորդության կա հիմա հետազոտել միջնորդությունը բաժանելի բոլոր կողմերի և նախավորների հետ ես շատ ներողություն եմ բայց մի առաջարկություն Մաշտատակազմում կանցել են կապել, որ ինչքան հնարավոր է օպերատիվ կերպով այդ միջնորդությունը բաժանվի կողմերի ներկայացուցիչներին և դատարանին։ Երկրորդը, տեսնենք բոլոր այն մտահոգությունները, դիրքորոշումները, որոնք կապված են իրավասության հետ, այդ նաև երկրական մտահոգություն, ինչպես կարող է լեգիտիմության և առասարակ իրավասության վերաբերյալ որ միջնորդություն կամ տեղեկություն կամ շարունակություն Մորբելյանը նստել դրացուցի բանկ հասնում իրավասության Ընդհանուր նախագահով մինակ ընդհանուր կարգեր կապված ընդհանուր Իսապարյանի կողմը բազմացման հնարավորությունները ներկայացնելով իրաց տարբերային բաներ և յոթ իրաց տարբերային կողմերում հաղորդակարգում չեն հնասնեն բոլորի հետ գերական հարաբերություններ բայց դա չի կանակում կողմերը ներկայացնեն որպես մեկ միասնական կողմ ուզում բանը ինչպես նկատեցիք Իսապարյանը խոսքի ավարտեց շատ հնարավոր լավը իմաստ է պարզապես խնդրում եմ պատիվ շտապենք չենք բարարոջի միջնորդներ դատարանի հետ բոլոր միջնորդությունները հնարվել են բոլոր մտահոգությունները անդրադարձել են հիմա եկեք որ չեք առարկում այլին ասենք իրավասության հետ կապված միջնորդության հետ կապված Իսապարյանի նկատմամբ
արդեն բազմիցս այս ընթացքում ամսի 19-ից հետո շրջանակում դատարանի շրջանակության մեջ արձակվող և լրատվականներում արձակվող այն հարցում, ովքեր իրավունք ունեն դատավորներին ինքնաբացակի մասնակցության անմայնության վերաբերյալ միջնորդություն ներկայացնել կամ հարցը բարձրացնել։ Հենց բազմական հարցում միայն սահմանադրական դատարանի դատավորների կողմից։ Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, ինչպես պարմեն, եթե կողմերի կողմից որը ներկայացուցիչ ունի այդ տեսակի միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտություն։ Դա դատավարական լեզվով միջնորդություն չի կոչվում։ Ինքը ստանդարտ միջնորդության քննարկման առումով չի քննարկվում։ Մենք լսենք մտահոգությունը դատավորի մասնակցության անհրաժեշտության վերաբերյալ։ Մենք լսենք տեղեկատվությունը կամ դիտարկումը, որը ներկայացնի կողմի ներկայացուցիչը դատավորի մասնակցության անհրաժեշտության վերաբերյալ։ Եթե դատավորից որևէ մեկին այդ մտահոգությունը իրոք որևէ մեկին դատավորներից որևէ մեկը սահմանադրական բարձրացնել դատավորի մտահոգություններով, դիտարկումներով պայմանավորված դատավորի մասնակցության անհրաժեշտության պատժումը դատարանը կքննարկի։ Եթե պարզաբանումը սպառնում է, խնդրեմ է դեպքում դատարանի իրավազորության հետ կապված տեսքային գույությունից բոլոր դիտարկումները, որ մտահոգություններ հայտնել, քաղաքական կոռեկտության զսպվածության շրջանակում, նրանք որևէ կերպով անհատականորեն, որևէ կերպով դատարանի հետնարություն։ Մենք նրանք անմիջապես խնդրեմ, որ է պարմանական նաև հիմա ձեր այդ մտահոգությունները Շնորհակալություն բարձրացան, երկին անգամ անգամ ընդգծել, որ Օմոնոբելյանի այն ուզեցումը, որ սահմանադրական դատարանի կազմը ամբողջ ծավալով պետք է համարելված չէ։ Մի հանգամանքը դրա հենց վկայում է նրա մասին, որ պարոն Վարդանյանը և պարոն Զեյնալյանը որպես մասնակցության անհնարինության վերաբերյալ որոշում են կայացրել։ Ուղղակի քաղաքական որոշակի առնվազն հանրային հանդեսը աշխատվածություն չէին կարող չունել, օբյեկտիվ։ Նշված հարցը արդեն բարձր է, որ բարձրաձայնվել էր սահմանադրական դատարանի աշխատակազմների նիստում։ Բարձրաձայնող դատավորը ըստ արձանագրության, որը տրամադրվել է ինձ, եղել է պարոն Խաչատուրյանը։ Բարձրաձայնվել է երեք դատավորների մասնակցության անհնարինության հարցը՝ պարոն Վարդանյանի, պարոն Զեյնալյանի և տիկին Սաֆարյանի։ Առնվազն հպատողությունս այնպիսին է, որ առաջին նիստի Սաֆարյանի հարցն է քննարկվել, որի շրջանակներում բացահայտվել է մի քանի հանգամանք։ Առաջինը 2021 թվականի նախընտրական գործընթացում ակտիվ ներգրավվածությունը, որպես մասնակից ուժերից մեկի պատգամավորի տեխնացուներից 3 համար զբաղեցնում։ Սա մի կարևոր հանգամանք է, որը կարծես թե այլ աշխատակարգային նիստի ընթացքում քննարկման առարկա չի դարձել։ Օրինակ, որ նշված ուժը ևս հանդիսանում է սահմանադրական դատարանի հոգսուբյեկտ, ներկայացուցիչ հանդիսանում է տիկին Սաֆարյանի պատգամավորի տեխնացուի կարգավիճակ ունեցում մեկ 12-րդ համար կամ 7-րդ։ Բոլոր դեպքերում այստեղ է հենց պարոն Մեհրաբյանը։ Արդյոք նշված հանգամանքը գնահատվել է թե ոչ, առնվազն իր տպավորություն չի գնահատվել։ Երկրորդ հանգամանքը այնտեղ անդրադարձ է կատարվել տիկին Սեդա Սաֆարյանի կողմից որպես ուժողի ներկայացուցիչ իրականացրած փաստաբանական գործունեություն։ Այն բովանդակությունը, որը ինձ հասանելի դարձել է, առնվազն բարձր դատարանի դատավորների ուսումնքն է, որ ամբողջական չէ, որովհետև այդ գործի շրջանակներում դա դատավերսում հասանելի է, այսինքն կարծում եմ այդ բաց տվյալի լրացուցիչ բացային անհրաժեշտությունը չի, որ չէ հավասարության։ Տիկին Սաֆարյանի որպես սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ընթացքում վճռաբեկ դատարանի կողմից որոշում է կայացվել, հենց իր կողմից որպես փաստաբան ժամանակին ներկայացրած բողոքը բավարարելու վերաբերյալ։ Արդյոք այդ նույն վճռաբեկ դատարանի որոշման մեջ կա բովանդակային մեկ նախադասություն այն մասին, որ տիկին Սաֆարյանը այլևս որևէ առնչություն ունի այդ գործի հետ։ Չկա։
Արդյոք դա պետք է լիներ թե ոչ, թող բարձր դատարանը բոլոր դեպքերում աշխատած հանգամանքը գնահատի, եթե իսկապես դատավորներից մեկը նման միջնորդության հանդես կգա։ Երրորդ հանգամանքը շատ հետաքրքիր է իսկապես սա, եւ մենք ըստ էության քննություն կունենանք բարձր դատարան, քննարկվելու է նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերականգնություն իրականացնելու հանգամանքը։ Եվ վստահ եմ նաև, որ լսելու ենք հերիքովից տակտիկական քննարկության վերաբերյալ մտահոգություն, որ վերականգնությունը հանգեցնելու է դրան։ Բարձր դատարան եւ ես տեղեկանում եմ, որ մասնակցության անհնարինության հարցը բարձրացել է։ Եվ դրա վերաբերյալ որևէ կողմ ձայն չի լինի, այնուհետև համանման իրավիճակում պարոն Վարդանյանի եւ պարոն Զեյնալյանի մասնակցության անհնարինության որոշում է կայացնում, ես ներողություն եմ խնդրում, բայց առնվազն մտահոգություն է առաջանում, թե ինչպիսի քննարկություն է տեղի ունենում, որովհետև ստացվում է նույնիսկ մտահոգություն բարձրաձայնողը ինքը այդ հարցում չի ունենում կողմ իր որոշում, կապրիզի կարող է ունենալ, բայց իրավիճակը որ լինի այդպիսին, հարցեր առաջացնում։ Ամեն դեպքում երկու հանգամանքը կայակոչեցի, այսինքն պատկերացրեք իմ Սեդա Սաֆարյանի որպես փաստաբան գործունեության շրջանակներում առանցի նախադասություն 2025 թվականի դեպությամբ, որ իր կողմից ներկայացված ճռավելի կողոպը բավարարվել է։ Ես հիշում եմ նաև ամենայն գիտություն նշված հարցը քննարկվել էր, որ ուժողի շահերի պաշտպանության շրջանակներում առնվազն մի վերականգնիչ կողմի վերադարձի պատմություն կար, Տիկին Սաֆարյանի կողմից որպես փաստաբան գործունեությունը նաև որոշակի ակումբատում մեր սահմանադրական դատարանում պաշտպանական է, դա քննարկվել էր, եթե չնայած նույն սահմանադրական դատարանը դրա վերաբերյալ որոշում կայացրել է, ինչ որ իրավական գնահատական խոսքով տրվել էր։ Բայց այստեղ կոմպոնենտն են ուզում բացահայտել եւ հույս ունեմ, որ բարձր դատարանի դատավորներից մեկը հենց այդ հանգամանքի վրա ուշադրություն կսերվի։ Տիկին Սեդա Սաֆարյանը որպես փաստաբան ութաճանքորեն իրականացրել է ուժողի շահերի ներկայացուցում, նույնիսկ նման արտահայտության իրավիճակում։ Իմ վկայակոչած դեպքը, որը որոշակիորեն բացահայտվել է ըստ արձանագրության աշխատանքային լիստում, հանգեցնում է նրան, որ 2025 թվականին իր իսկ կողմից ներկայացված աշխատանքով բավարարվել։ Արդյոք սա գնահատել է թե ոչ, թող սահմանադրական դատարանը գնահատի։ Իդեպ, այնպես է ստացվել, որ նաև աշխատակարգային որոշումները սահմանադրական դատարանի հրապարակում են կայացնում։ Ստացվում է այս ժամանակահատվածում արդեն իսկ բարձր դատարանի դատավոր Տիկին Սեդա Սաֆարյանը հանդես է եկել երկու միջնորդություններով։ Կարծես այդ միջնորդությունները բխում են մեկ ուժի ներկայացրած սահմանադրական դատարանի դիմումից, այսինքն այդ մտահոգությունը, եւ դա հենց այն ուժն է, որի պատգամավորի տեխնացու հանդիսացել է Տիկին Սեդա Սաֆարյանը։ Արդյոք սա մտահոգվելու առիթ է թե ոչ։ Բարձր դատարանի դատավոր պարոն Խաչատրյանի մտահոգությունը մասնակցության անհնարինության վերաբերյալ ներկայացնում էր, խոսում էր սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության մասին, դրա ամեն ընկալման տեսանկյունից մտահոգությունների մասին։ Հիմա եթե այս հանգամանքները, որոնք ներկայացնում են, սահմանադրական դատարանի լեգիտիմության տեսանկյունից խնդիր չեն առաջացնում կազմում, ով այդ հարցը չկնա։ Բայց բոլոր դեպքերում նաև կարծում եմ, ես չգիտեմ, արդյոք այդ հանգամանքը պետք է քննարկման հավաքագրավար թե ոչ, իդեպ հենց միգուցե դրա համար է նախատեսված, որ սահմանադրական դատարանի դատավորն է ի վերջո բարձրաձայնում մասնակցության անհնարինության հարցը, կազմի տեսանկյունից կարծում եմ նաև պարոն Խաչատրյանի մասնակցության անհնարինության հարց, առնվազն քննարկելու մակարդակում որոշակիորեն պետք է իրացվի։ Բարձրաձայնում մասնակցության անհնարինության հարցը, կազմի տեսանկյունից կարծում եմ նաև պարոն Խաչատրյանի մասնակցության անհնարինության հարց առնվազն քննարկելու մակարդակում որոշակիորեն պետք է իրացվեր։ Հիմնավորեմ ինչի համար։ Պարոն Խաչատրյանը հանդիսանում է սույն գործի շրջանակներում որպես երրորդ անձ ներգրավված հակակոռուպցիոն կոմիտեի, իդեպ եթե չեմ սխալվում, հենց հակակոռուպցիոն կոմիտեի անվանումը ստացած ժամանակահատվածում նախագահի այլևս իհարկե պաշտոնաթող, բայց նախագահի հարազատ եղբայր։ Արդյոք այդ հանգամանքը կաշկանդելու է թե ոչ։ Արդյոք անաչառ դիտորդի տեսանկյունից մտահոգություն կառաջացնի թե ոչ, հատկապես երբ երրորդ անձ ներգրավված քաղաքացիական պայմանագիր կուսակցության
падգամավորի թեկնածու վարչության նախագահի առնվազն չհերկված տվյալների համաձայն SMS հաղորդագրության շրջանակներում է հրաժարականի դիմում ներկայացրել։ Արդյոք սա մտահոգվելու առիթ է թե ոչ, արդյոք սա լեգիտիմության տեսանկյունից անհանգստություն առաջացնող է թե ոչ, կրկին թող գնահատի բարձր դատարան։ Այսքանն էր այս պահին դիրքորոշումս, շնորհակալ եմ։